ԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին նոր առաջարկ է ներկայացրել, ավարտել պատերազմը մինչև այս տարվա ամառ։ Վաշինգտոնն առաջարկել է դադարեցնել հարվածները էներգետիկ օբյեկտների ուղղությամբ, Ուկրաինան համաձայնել է։ Ռուսաստանը խոստացել է պատասխանել Մոսկվա վերադառնալուց հետո։ Խաղաղության պայմանագիրը պետք է հաստատվի համազգային հանրաքվեով։ Այն կարող է տեղի ունենալ մայիսին, համապետական ընտրությունների հետ միասին։ Ամերիկացի բանակցողները ցանկանում են համաձայնության հասնել արդեն մարտին, սակայն փորձագետները սա անիրատեսական են համարում, քանի որ ընտրություններ կազմակերպելու համար առնվազն 6 ամիս է պետք։ Մոսկվան հրաժարվում է ընդունել արևմուտքի տված անվտանգության երաշխիքները։ Կրեմլը չի ցանկանում զիջումների գնալ իր սկզբնական նպատակներից։ Դոնբասի և մյուս տարածքների շուրջ դեռևս ոչ մի համաձայնություն չկա։ Ուկրաինայում ռազմական դրության ժամանակ ընտրություններ անցկացնելն արգելված է, դրա համար օրենքներ պետք է փոխվեն։ Քանի դեռ բանակցությունները շարունակվում են, ԱՄՆ-ն նոր օգնություն է տրամադրում։ Պետդեպարտամենտը հաստատել է $185 միլիոն պահեստամասերի վաճառքը Ուկրաինային։ Սա անհրաժեշտ է ամերիկյան զինտեխնիկան սարքի վիճակում պահելու համար։